Չինական նոր տարին ամենակարևոր և ամենաերկար տոնն է ոչ միայն Չինաստանում, այլև ասիական այլ երկրներում։ Չինական մշակույթում ավելի քան 1000 տարվա պատմություն ունեցող այս տոնը կոչվում է լուսնային նոր տարի կամ գարնանային տոն։ Չունջի է։ Նոր տարին ըստ չինական օրացույցի տեղի է ունենում ամեն տարի տարբեր ժամանակներում կախված լուսնի փուլերից։ 2024 թվականին այն կնշվի փետրվարի 10-ին, շաբաթ օրը և կհամընկնի նորալուսնի հետ։ Յուրաքանչյուր տարի ըստ չինական լուսնային օրացույցի համապատասխանում է 12 կենդանիներից մեկին, որը դառնում է այս ժամանակաշրջանի հովանավոր սուրբը։ Այնուամենայնիվ, տոտեմ կենդանուն համապատասխանելուց բացի հաստատվում է նաև 5 տարրերից մեկը, ինչպիսիք են հողը, ջուրը, կրակը, մետաղը կամ փայտը, սեփական գույնով։ Նշանի, տարի և գույնի ճշգրիտ համադրության կրկնությունը տեղի է ունենում 60 տարին մեկ։ Այս տարի կանցկացվի փայտե վիշապի հովանու ներքո, որը համապատասխանում է կանաչ գույնին։ Հարկ է նշել, որ վիշապը կենդանակերպի շրջանակում առասպելական արարածի միակ ներկայացուցիչն է և ենթադրվում է, որ այն կարող է հաջողություն բերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ընդ որում 12 նշանների ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր անհատական հեռանկարները։ Չինական հորոսկոպի նշանների ներկայացուցիչներից ովքեր հաջողություն կունենան փետրվարի 10-ին եկող նոր տարում, փայտե վիշապի տարում։ Առնետներ։ Առնետի տարում ծնված մարդիկ ամենայն հավանականությամբ դատապարտված են հաջողության իրենց աշխատանքային կյանքում։ Այնուամենայնիվ դա անելու համար դուք պետք է որոշեք փոփոխություններ կատարել, որոնք կնպաստեն բարեկեցության բարձրացմանը։ Անհրաժեշտ է նաև զսպել ձեզ գայթակղություններից, որոնք վտանգի են ենթարկում կյանքում դրական փոփոխությունները։ Հարկավոր է ուշադրություն դարձնել առողջությանը և զուգընկերոջ հետ հարաբերություններին։ Եզներ։ Եզի տարում ծնվածները կկարողանան զարգանալ կյանքի բոլոր ոլորտներում, որոնք հետաքրքրում են իրենց։ Այնուամենայնիվ դուք պետք է հավասարակշռված մնաք, չկորցնելով ձեր վճռականությունը ձեր նպատակներին հասնելու հարցում։ Այս նշանի շատ ներկայացուցիչներ կարիերայի հեռանկարներ կստանան։ Միաժամանակ անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել կարիերայի խնդիրների և անձնական կյանքի միջև։ Ընդհանուր առմամբ տարին խորհուրդ է տալիս եզին աշխատել իր հավասարակշռության վրա, զարգացնել հաջողություններ սպորտում կամ զբաղվել հոբբիով։ Վագր։ Վագրի տարում ծնվածները կզգան վերելքների և անկումների իրենց արդար բաժինը։ Բացասական ազդեցություններից խուսափելու համար վագրը պետք է փորձի զգույշ լինել որոշումներ կայացնելիս և խուսափի չափազանց բարձրանալիս, որպեսզի չափազանց ցավոտ չընկնի։ Այս դեպքում կարող են խնդիրներ առաջանալ մտերիմների հետ փոխըմբռնման մեջ։ Դա անելու համար դուք պետք է զարգացնեք ի հայտ եկած խնդիրները, քննարկելու հմտությունը, որպեսզի խուսափեք հաղորդակցման խնդիրների զարգացումից։ Միայն տարեվերջին վագրը կտեսնի իր աշխատանքի արդյունքները, երբ վերջապես կյանքում գա երկար սպասված կայունությունն ու բարգավաճումը։ Նապաստակ։ Նապաստակի տարում ծնված մարդիկ շատ դրական փոփոխություններ են ապրելու։ Միաժամանակ նրանց կբախվեն կյանքի նպատակների ու ծրագրերի կտրուկ տատանումներ։ Ճկունությունը պահպանելու և ռիսկերից պաշտպանվելու համար դուք պետք է ցույց տաք մտածողության ճկունություն և իրավիճակի ոչ ստանդարտ տեսլական։ Նրանք, ովքեր չեն վախենում կյանքում անձնական և հոգևոր փոփոխություններից, մեծ բախտի շրջան կզգան։ Այնուամենայնիվ պետք է խուսափել իմպուլսիվ որոշումներ կայացնելուց։ Վիշապ։ Վիշապի տարում ծնվածները չպետք է սպասեն միայն հաղթանակների։ Չնայած այն հանգամանքին, որ մոտենում է նրանց հովանավոր տարին, այն նաև պատասխանատվություն է պարտադրում հաջողության հասնելու ջանքերի համար։ Վիշապները պետք է հրաժարվեն իրենց բնորոշ չափից ավելի ինքնավստահությունից։ Սիրելիների հետ շփվելիս պետք է աշխատեք փոխզիջումային և ճկունություն գտնելու վրա։ Միևնույն ժամանակ սեփական զարգացման վրա աշխատանքը կարող է բացահայտել վիշապի ներքին ուժը։ Օձ։ Օձի տարում ծնվածները պետք է այս տարի ցանկացած խնդիր լուծելու ռազմավարական մոտեցում ցուցաբերեն, չմոռանալով ընթացիկ առավելությունների մասին։ Սա պետք է պայմանավորված լինի այսօրը ընդունված որոշումների հետագա հետևանքներով։ Տարին օձերին ներդաշնակություն է խոստանում անձնական կյանքում, իսկ միայնակները կհանդիպեն զուգընկերոջ հետ։ Միևնույն ժամանակ դուք պետք է համարձակորեն դիմավորեք փոփոխությունները, որոնք անխուսափելիորեն կգան, իսկ նշանի ընթացիկ իրադարձությունների
իրադարձություններին արագ հարմարվելու ունակությունը հատուկ առավելություն կլինի։ Ձի Ձիու տարում ծնվածների բախտը կբերի միայն այն դեպքում, եթե ապավինեն բացառապես սեփական ուժերին։ Դուք պետք է ձեր ուշադրությունը կենտրոնացնեք միայն կարևոր հարցերի վրա, հրաժարվելով երկրորդականներից և թույլ չտաք ձեր թույլ կողմերը։ Միայն այս դեպքում կզարգանան կյանքում բարենպաստ իրադարձություններ։ Նույնիսկ եթե ինչ-որ բան պարզապես սխալ է թվում, արժե այն դեն նետել, չնայած պատրանքային օգուտներին։ Եկել է ձեր առողջության մասին հոգ տանելու և անձնական հարաբերություններում հավասարակշռություն գտնելու ժամանակը։ Ոչխար կամ այծ Այս տարում ծնվածների համար այս շրջանը թույլ կտա ցույց տալ իրենց լավագույն կողմերը, դրսևորելով իրենց դրական հատկությունները։ Աշխատանքի ժամանակ նրանք կնշեն ստեղծագործ մոտեցման առկայությունը, իսկ սիրելիները երախտագիտություն կհայտնեն իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրության ու կարեկցանքի համար։ Չնայած գալիք բարենպաստ շրջանին, բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով դժվարություններ կլինեն։ Դրանք հաղթահարելու համար պետք է համբերատար լինել։ Սահմանված նպատակները կարող են նշանակալից դառնալ կյանքում, եթե ցուցաբերեք բավարար ուշադրություն, անձնական կյանքում նոր ծանոթություններ կլինեն։ Կապիկ Այս տարում ծնվածները ստիպված կլինեն հաղթահարել դժվարությունները, ցուցադրելով իրենց բնական հնարամտությունը։ Այս իրավիճակներում միայն դրական մտածելակերպը կօգնի պահպանել լավատեսությունը։ Միաժամանակ պետք չէ չափազանց շատ գործեր պլանավորել, ժամանակ վատնելով մանր հարցերի վրա։ Հաջողության համար ավելի լավ է կենտրոնանալ մի քանի նպատակների վրա։ Միաժամանակ խորհուրդ է տրվում ցույց տալ ձեր մարդամոտությունը, քանի որ դա օգնում է հասնել նպատակներին, այդ թվում ռոմանտիկ հարցերում։ Աքաղաղ Այս թվականի ծնվածների համար տարին հաջողություն է խոստանում կարիերայում, նոր հեռանկարների ի հայտ գալ և գործունեության շրջանակների ընդլայնում։ Միաժամանակ խորհուրդ է տրվում խուսափել շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները քննադատելուց։ Պետք է աշխատի որպես թիմի մաս, օգտագործելով կազմակերպչական հմտություններ, պայմանով, որ ձեր անձնական կյանքը կառուցված է փոխզիջումների և փոխօգնության հիման վրա։ Հավանականություն կա, որ այն հաջողությամբ կանցնի։ Շուն Այս տարում ծնվածները վերջապես կստանան երկար սպասված կայունությունը։ Միաժամանակ պետք չէ հանգստանալ ու հետաձգել ընթացիկ հարցերի լուծումը։ Կարիերայի առաջ խաղացումները տեղի են ունենում թիմային աշխատանքի և ուրիշների հետ համատեղ ջանքերի շնորհիվ։ Նշանի ներկայացուցիչները կպարգևատրվեն իրենց ամբողջականության և անկեղծության համար։ Միաժամանակ ռոմանտիկ հարաբերություններում արժե վստահություն պահպանել զուգընկերոջ հետ։ Վարազ կամ խոզ Այս տարում ծնվածները վերջապես հասել են հնարավորությունների մի շրջանի, որտեղ նրանց անձնական տաղանդն ու փորձը կգնահատվեն։ Սա կհանգեցնի ճանաչման և արտոնությունների։ Միևնույն ժամանակ կյանքում պետք է ավելի շատ բարություն և առատաձեռնություն ցուցաբերել։ Բացի այդ, դժվարին պահերին պետք չէ շահերի բախման ժամանակ հացահատիկի դեմ գնալ։ Ստեղծագործ մարդկանց համար ավելի հեշտ կլինի հարմարվել փոփոխվող իրականությանը և ապագա հաջողություններին։